Չնայած իր զբաղվածությանը եւ պացիենտների մեծ հոսքին նա գտնում է ժամանակ, որպեսզի ստեղծի բժշկական ոդքասթ։ Ով է նա։ Սիրով ներկայացնենք մեր հյուրն է բժիշկ ուրոլոգ եւ ոդքասթի հեղինակ ու վարող Դավիթ Տոնոյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես ծնվեց գաղափարը բժշկական ոդքասթ ստեղծելու եւ վարելու։ Իր գաղափարը շատ որ ասեմ շատ այնց վեհ բաների վրա հիմնված չէ։ Իր գաղափարը մի հատ ուրիշ պրոյեկտին հակազդելու համար է ստեղծված, պատմեմ ոնց է լինում։ Ես իմ համար աշխատում եմ մյուս պրոյեկտը։ Չեմ ասի, անունը չեմ տալու։ Ինձ հարցնում են, չեմ ասում։ Իրեն գիտեմ, բայց որ իրեն ասնա խոսքը։ Ուրեմն մի անգամ նստած իմ համար աշխատում եմ, մեկ է զանգ եմ ստանում հեռախոսին, բարև ձեզ բժիշկ Տոնոյան, ձեր Instagram-ում էի բլոգ վարում, ձեր բլոգին հետևանք, ուզում եք ձեր հետ հաղորդում նկարել։ Ասում եմ, մեծ սիրով։ Ինչ ա եղել։ Հա, ուղղակի դուք պետք է մեզ վճարեք։ Սուս կանգնեցի սպասի, ես գամ, ես նկարվեմ, ես փոխտամ, որ ես կոնտենտ եմ ստեղծում, ուտեղ գաղափար ծնվեց, որտեղ որ մեր մնացած հաղորդումներն ենք նկարում, ասեցի, իսկ ինչու մենք չենք ունենում չունենք հարցազրույցային ֆորմատ, որտեղ բժիշկները կգան խոսան ու կխոսան ոչ միայն բժշկությունից, այլ ամեն ինչից, այսինքն մենք բացահայտ ոդքասթի իմաստը մեր հենց այն էր, սկզբից ինքը մի քիչ ուրիշ ձև էր, հետո ինքը վերապրոֆիլավորվեց, վերածնվեց, արդեն 150 թողարկում ունենք, այդ 3 տարի արդեն գնում ենք եթեր ու վերապրոֆիլավորվեց, վերափոխվեց ու դարձավ հաղորդում ոչ թե բժշկության, այլ բժիշկների մասին։ Այսինքն մեր հյուրը պատմում է իր կարիերայի, անցած ճանապարհի, խնդիրների, խնդիրների, ախր մենք հավաքվում ենք ու միշտ բժշկական հաղորդումների 90%-ում մենք խոսում ենք, բարև ձեզ, այսօր խոսում ենք լյարդի հիվանդություններից, լյարդը օրգան է, բայց ոչ մեկ չի խոսում, թե այդ բժիշկը այդ լյարդը վիրահատելուց քանի ողնաշարի ճողվածք է ստանում, քանի ժամ է ոտքի վրա կանգնում, կամ դրանից հետո, չգիտեմ, արդյոք այդ մեթոդը ամենալավն է, թե օրինակ, չգիտեմ, Եվրոպայում կիրառված մեթոդն ավելի լավն է, բաց խոսակցությունը, առանց ոչ մի կաղապարների, առանց ոչ մի խոսքի, մենք նստում ու զրուցում ենք, օրինակ, չգիտեմ, հիվանդների պահվածքից։ Օրինակ, ոնց պետք է հիվանդը պահի իրան միջանցքում, ոչ մի բժշկական հաղորդման նման չեն խոսում։ Բժիշկները այդ հոգին բացում են լստում այդ։ Ով ինչ մեջ դարներով կուտակված լինի ու այնտեղ շատ ֆանտաստիկ պատմություններ կային, ոգևորող պատմություններ, թե ոնց են մարդիկ բժշկի կարիերա ստեղծել։ Օրինակ բժշկականի մեր նախկին ռեկտոր Վիլեմ Պաուրիչը մեր մոտ էր ու պատմեց, թե ոնց ընդունվել պատահական բժշկական, ուղղակի մի համալսարանում չի կարողանում բալերը հավաքում է իր սրտով չի լինում իր ընդունված ֆակուլտետը ուղղակի սև շենքից իջնելուց բժշկականի մոտամասնում ասում ստեղել ուժերս փորձել մտնում ընդունում է բժշկական ու 20 տարի ղեկավարում բժշկական համալսարանն է դրանից հետ այնքան մարդեր ողջևորվել ասենք այտենց պատահականության պատմություններից որ եւ ամենակարևորը որ գումարով չեն գնում հյուրերը դրամել է մեր մոտ դա բացառված է մենք բարբերաբար առաջարկներ ստանում ենք ասում են որ եթե այդ առաջարկներն բոլոր ընդունենք մեր հաղորդումը կլինի կոսմետոլոգների եւ ստոմատոլոգների մասին Իսկ մեր մոտ հենց հաղորդման այդ ոնց ասեմ հումանիտար հատվածը պահված է որ մենք կոնտենտ ենք ստեղծում առաջնահերթ բժիշկների համար սա բժիշկների համար ոդքասթ է որ բժիշկը առօր աշխատանքի գնաց մեքենայում լսի այս ոդքասթը Ես գա որ մենակ չէ բոլոր պատմությունների մեջ դուք էլ չեք սիրում որ բուժքուրը գոռում է վիրահատարանում ու ասենք մեր կոկել տես լսենք Իսկ դա շատ հաճախ է լինում Իսկ ինչ սկզբունքով եք ընտրում ձեր հյուրերին բժիշկների Սկզբից ընկերներն էին որտեղ ոչ մեկ չէր համաձայնվում անկեղծ ասենք հա ոչ մեկ չէր համաձայնվում մեզ հյուր գալ որովհետև որ պատմում ենք ֆորմատ ասում են ինչից ենք խոսելու ասում եմ չգիտեմ ես հաղորդումից առաջ ընդհանրապես չեմ պատրաստվում ժամանակ չունեմ բաներից չեմ ժամանակ չկա չեմ պատրաստվում ասում են ինչից ենք խոսել ասում եմ իրոք չգիտեմ դե ձեր անցած ուղուց ճանապարհից ինչ որ sense հետաքրքիր բաներից մենք նույնիսկ դուդից յուրի դուդից վերցած ինչքան եք դուք գումար աշխատում այդ հարցնել ենք տալիս ժամանակին ու արդյոք մի քիչ սկզբից ընկերները սկսեցին գալ մեր առաջի հյուրը մեր գինեկոլոգներից Պավել Սոցկին էր որտեղ շատ դուխով եկավ նստեց մենք խոսացինք իրար այդ հաղորդումը հետո մեր ընկերները սկսեցին գալ հետո մարդիկ արդեն սկսում ենք հետաքրքիր բժիշկների ման գալ ովքեր հետաքրքիր կյանք են ապրում օրինակ մեր հյուր ա եղել բժշկուհի MRT-ի մասնագետ ով առաջիկին օթաչուն է Հայաստանում Դիանա Սահակյան ու մենք բացի MRT-ից ոնց կարես դու օթաչու ես չխոսած թե ինքը ոնց է մի կողմից դիսկն է մի կողմից ինքնաթիռ վարում կամ մենք բժիշկներ ունենք որ օրինակ Արարատ Լեռն են բարձրանում պարբերաբար Իսկ նրանք շատ են հա
Դրանք շատ են ու շատ այտենց հետաքրքիր բժիշկներ ունենք DJ են ու այդ ամեն ինչից ոնց որ սկսեցինք հետաքրքիր հյուրեր մեր հյուրեր են գալիս մարդիկ ովքեր ֆանտաստիկ վիրահատություններ են անում մենք բժիշկներ ունենք մեր երկրում ովքեր ում մոտ գալիս են Եվրոպայից սովորելու ոնց ենք մենք գնում Եվրոպա սովորելու օրինակ բժշկական կենտրոններ կա որտեղ մենք մասնագետներ ունենք մեկ էլ Ֆրանսիայից է բժիշկ գալիս իր մոտ վերապատրաստման Հնդկաստանից են տարբեր երկրներից գալիս են մեր հայ մասնագետի մոտ Հայաստանում այդ էքսպերիենսից էին խոսում այդ Ինձ հիմա գիտես ինչն է հետաքրքիր Համլետ բացի բժշկությունից դուք ինչ հետաքրքրություն ունեք միգուցե դուք էլ ունեք որևիցե մի հետաքրքիր մի օր վերջի հաղորդումը ես մտած մի օր որ շատ հոգնեմ ոդկասթից դե քանի որ ինքը կոմերցիոն բնույթ չունի մի օր հոգնելու եմ ասում էլ չենք անում վերջի հյուրը ես եմ լինելու տենց եմ որոշել ես ինքնից հարցազրույց եմ վերցնելու մինչև մա չեմ պատկերացնում այդ ոնց պետք է նկարել մենք այսօր ձեզ կհուշենք ինչպես կարելի անել բայց մինչև այդ մեզ կպատմեք բժիշկները լավ զրուցակիցներ են որովհետև օրինակ կարծրատիպ կա չէ որ ձեռագիրը վատն է անընթեռնելի են գրում հետաքրքիր այդպես էլ զրուցում են թե ես օրինակ պատմեմ երկու տարբեր մարդկանց մասին անուններ չտամ օրինակ մենք զրուցակիցներ ենք ունենում որ հարցը տալիս ես ու ակնկալում ես երկար պատասխան դու ձեզ էլ է չէ դա ծանոթ օրինակ բժիշկ մաշկաբաններ նստած հարցնում եմ իսկ ակնեմ բուժելի է մինչև վերջ ոչ ու վերջ ավարտվեց հա ուսանց լավ ու դու արդեն մյուս հարցն ես ավտոմատոզում մտածես որովհետև քո քրոմետրաժը գոնե կես ժամ պետքա լինի դուք 3 րոպեում արդեն ամբողջ մաշկաբանության մասին ինֆոն ստացել եք իսկ զրուցակիցներ ենք ունեցել օրինակ մեր հանրայինում Վահեն Տերմինասյան մեզ հյուր ա եղել ու մենք 1.5 ժամ ամեն ինչից զրուցեցինք բացի գինեկոլոգիայից ես միշտ օրինակ եմ բերում որ կարելի է նաև զրույցը վարել լրիվ այլ ուղղությամբ լրիվ այլ հետաքրքրությամբ այդ ամեն ինչը ստեղծել իմ հետաքրքրությունից որ հարցիկ ես երաժշտության մեծ երկր ֆանատ եմ հա մինչև իսկ երգում եք ես ռեփ ալբոմ ունեմ ձայնագրած ես զգում եմ Համլետ գիտես ես զգում եմ խոսքի ուսանող տարիներ ռեփ ալբոմ ունեմ ձայնագրած որը իմ վերջի երևի էգզեմպլարն է վերացրած է երկրագնդի վրայից մենակ ես ունեմ ու կինս ունի երբ որ անցյալս ասում անցյալը թիշացնում ալբոմն եմ հասնում լավ իսկ բժիշկները ընդհանուր առմամբ սիրում են հարցազրույց տալ թե ավելի փակ են լինում նայած մարդ բայց հաղորդումներ լինում երբ որ մարդը մի հատ ուրիշ ձև պատասխանում ես հարցին կլինի մի հատ ուրիշ ձև իսկ դու երբ որ հյուր ես հրավիրում ու այդ անմիջականությունը ասում ես լավ եկեք մի հատ էլ էս պատասխանենք մի հատ էլ sense պատասխանենք բայց ընդհանուր առմամբ հաղորդման մենք նկարման տաղավարան ենք ստանում որ մարդուն շատ կոմֆորտ լինի զրուցելը ու ես քանի որ բժիշկ եմ ինքս խնդիրներին տեղյակ եմ օրինակ ես ինքս տեղյակ եմ որ օրինակ ինչա օրինակ այս համակարգով աշխատելը ինչ խնդիրների առաջ է կանգնացնում բժիշկը վայ հայրիկ կախում էր ծրագիրը այսօր էս ու ինքը սկսում է տպավայ թիմանդության պատմության էս էջերը ոնց չեմ սիրում գրել կբացվում սկսում անընդհատ զրուցել էլի այդ թեմայի շուրջ իսկ լավ բժիշկը ընդհանուր առմամբ ըստ ձեզ պետք է լինի լավ զրուցակից նայեք որովհետև ինձ համար այո պետք է լինի լավ զրուցակից որ բոլոր հարցերին պատասխան չէ որպեսզի ես սկսեմ հավատալ նրան ես դες ուրիշ օրինակ բերեմ ես բժշկական համալսարանում դասավանդում եմ կոմունիկացիոն հմտությունների ամբիոնում մենք բժշկական համալսարանում ունենք էլեկտիվ առարկա կոչվում է կոմունիկացիոն հմտություններ որտեղ մենք դասավանդում ենք այդ հմտությունները 5-6 դասախոս ենք որոնք դասախոսում են այդ ամբիոնում լեկցիաներ են կարդում օրինակ ինչպես վատ լուր հայտնել մենք երկրորդ կուրսի ուսանողին սովորացնում ենք դա ես սովորացնում եմ ինչպես հանրային կերպով ելույթ ունենալ սովետական տարիներին ընդունված էր որ բժիշկը պետքա փակվի իր սենյակում հիվանդը գա բարևեն իրար գնան բուժվեն իսկ օրինակ իմ լեկցիայի հենց նախաբանը մենք գնում ենք դեպի պատմություն ու հասկանում ենք որ բժիշկները իրենք եղել են մասսայական մարդիկ այսինքն ոնց եղել են դերասանները երկիչները mass media-ում օրինակներ եմ բերում 19-րդ դարից ես օրինակը շատ եմ սիրում բերել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ում կար հաղորդում կոչվում էր ռադիո դոկտոր հարցերը մարդիկ նամակներով ուղարկում են ինչ որ բժիշկ ուրբաթ երեկոյան բացում կարդում էր ասում դա նույն Instagram-ի ստիկերներն է որ դες հարց են գրում դուք պատասխանում եք ուղղակի ֆորմատն է փոխվել բժիշկը պետքա լինի հանրային ու թույլ կտակ եթե թույլ տակ ես խոսքը շարունակեմ ինչի է դա պետք եթե մենք թվում է թե բժիշկը պետքա լինի հանրային
հանրային միայն նրա համար, որ հիվանդներ ունենա, օրինակ ես հանրայնացումը սկսել եմ դրանից, որովհետև երբ որ դու տեսնում ես աճ ու ձախ բժշկական հիմարություն, դու սկսում ես դրա դեմ պայքարել։ Պայքարի ամենալավ մեթոդը դու չես կարող լռեցնես ուրիշին, դու պետքա քոնը ներկայացնես։ Ու օրինակ 1998 թվականի մի բրիտանացի բժշկի չլռեցնելու պատճառով իր հոդվածը հայտնվեց Lancet-ում, որը մինչև հիմա բերում է տարեկան մի քանի 100 մահվան։ Մարդը ուղղակի հոդված էր հրապարակել, որ կարմրուկի պատվաստանյութը բերում է աուտիզմի։ Ծնողները սկսեցին massայական չպատվաստել իրենց երեխաներին ու ես այս նյութի մասին շատ եմ այո։ Իսկ բարձրացած հետո այդ հետազոտությունը ընդամենը 12 երեխայի հիման վրա է արված, այդ հետազոտող բժիշկը սեփական վակցինան է ներկայացրել գրանցման ուսես բաներ, բայց երբ որ բրիտանական բժշկական համայնք արձագանքեր հենց որ ասում օրորոցում հոդվածը ժխտվեր, հոդվածը քննադատվեր, ուրիշ բժիշկ գնար Նյու Յորք հոդվածներ հակառակ դուրս գային, այո։ Հակառակ հոդվածներ դուրս եկեն, Ֆինլանդիա $1 միլիարդ գումար է ծախսել այդ հոդվածը ժխտելու համար։ Բայց գուցե արդեն ուշ։ Բայց երբ որ Ֆինլանդիայի առողջապահության նախարարը այդ հոդվածը դուրս գալուց հաջորդ օրը մի հարցազրույց տար, բոլոր կետերը քննադատեր, գուցեև այդ մենք այդ խնդիրը մինչև հիմա չունենանք, որ մարդիկ այդ կապը չտեսնեին իր այդ։ Իսկ այդ կապը այսօր բերում է նա, մարդիկ վախում են իրենց սեփական երեխաներին վակցինացնել։ Եվ այդպես շատ կարծում օրինակներ կարող ենք այո։ Գիտես Դավիթը քննարկել այդ օրինակն էլ հենց սկիզբն է դարձել, երբ որ սկսել եմ ես հանրային կերպով խոսալ բժշկությունից, որովհետև բժշկությունը յուրաքանչյուրին է վերաբերվում։ Դա բժիշկներինը չի։ Պոդքասթը այս նպատակը ունի, այսինքն անդրադառնալ նաև կարծրատիպային թեմաների եւ կոտրել։ Պոդքասթը նպատակ ունի հենց հանրայնացնել այն բժիշկներին, ինչ որ խնդիրներով են զբաղվում։ Օրինակ նույն իմ մասնագիտությամբ ուրոլոգիայում այլևս կարիք չկա գնալ արտասահման։ Արդեն շատ տարիներ։ Մենք նույնն ենք անում, ինչ տեխնիկապես, թե տեխնիկան, որ մենք ունենք ստեղ, թե բժիշկները, որ մենք ունենք, թե կրթությունը, որ ստացել ենք 2-3 օր առաջ եմ վերադարձել Լոնդոնից ու մեր բժիշկներից մեկին հարցնում եմ, ասում եմ առաջի որ տարեկան կոնգրեսին եկաք, ասում եմ առաջի տարեկան կոնգրեսին որ եկանք, ոնց որ գյուղից եկած լինենք տիեզերական շատլի մեջ։ Իսկ հիմա ես նայում եմ ընկերությունը, որ ներկայացնում է իր տեխնիկան, ու նույն տեխնիկան կլինիկայում դրած է, բայց մարդիկ չգիտեն։ Մարդիկ մի հատ հասակ հետազոտությունում գնանք Իսրայել, գնանք Գերմանիա, գնանք Ֆրանսիա, ասում ժողովուրդ 5 կանգառ են կողմ այդ հետազոտությունն անում են։ Կա ինչ հարցազրույց, որը ամենաշատն է տպավորել, ինչ որ էպիզոդ ոդքասթի։ Վիլեմ Պաուլիչի այդ էպիզոդը, ասում եմ, մեր բժշկականի 20 տարվա ռեկտորն է եղել, 87 տարեկան մարդ էր։ Ես խոսել եմ ոդքասթին 1.5 րոպե, ոդքասթը տևում է ժամուկես։ Ես ուղղակի լսել եմ։ Ու ոգևորող ar նման մարդը կիսվեց իր մեծ փորձով, թե մութ ու ցուրտ տարիներին ոնց է բժշկական միակ համալսարանն ա եղել, որ ունեցել է լույս։ Բժշկական համալսարանը ու Վիլեմ Պաուլիչը պատմել, թե ոնց էր նույնիսկ այդ լույսը ստացել, ախր դա ոչ մի բժշկական հաղորդման չի լինի պատմել։ Ինքը մեզ պատմել, թե ոնց էր ապահովում, որ ուսանողներ ունենան լույս, տաքանալու տեղ, ուսանողներ կան տուն գնալու իմաստ չունեն, որովհետև տունը տաքանալ չէր լույս համալսարանում կար։ Իրան գալիս կրթվում սովից կեսօր այդ բժիշկները սրտեր են վիրահատում ու այդ հարցազրույցներ, որ շատ ոնց որ շատ եմ սիրել, կան բժիշկ Արա Անթարանյանի այդ հարցազրույցն եմ շատ հավանել, որ պատմել մանկական օրթոպեդիայում, օրինակ սա գիտենք չէ օրթոպեդիկ կոշիկներ պետք է առնենք, որ պետք է օրինակ օրթոպեդիկ ներքնակ լինի եւ այլն եւ այլն։ Իսկ պարոն Անթարանյանը բացատրեց, որ այդ ամեն ինչը մարքեթինգ է, հերքեց։ Ու ես այդ ես շատ հաղորդումներ ես եմ նորություններ սովորում։ Նստած լսում եմ ու նորություններ եմ սովորում։ Շատ նմանատիպ հաղորդումներ կան, որոնք իրոք հաճույք են։ Ու շատ հաղորդումներ կան, որ ես հաճույքով YouTube-ից կճնջեի։ Լավ, բայց բոլոր բժշկական ոդքասթները, երբ դու լսում ես բժշկական ոդքասթները, կան այնտեղ տերմինոլոգիաներ, որոնք մեզ հասանելի չեն։ Այնպես է կարողանում այդ ամենից խուսափել, որ ել ավելի հասանելի լինի։ Դա իմ ուսերին է, որովհետև ես արդեն տերմիները ես չեմ հասկանում։ Օրինակ թորակալ վիրաբուժը շատ նեղ մասնագիտական բան է, ես չեմ հասկանում։ Ես պետքա դա մի հատ նստեմ 5 րոպե վերելուծեմ, հասկանամ թե ինքը հետ որովայնամուզեն որ կտրվածքի մասին է խոսում։ Դա ասում եմ, իսկ գիտեք չէ որ մեզ հիմա աման լվալուց տիկնայք են լսում, եկեք մի հատ բացատրենք իրանց ոնց է։ Ինչի մասին է խոսքը։ Ամենաշատ արձագանքը գիտեք չէ բժիշկ ջան աման լվալուց ձեր հաղորդումները լսում, ասում եմ ջան, ասում գոնե ինչ-որ մարդկանց բաղացրեցինք։ Բալանսի վերողը ու մեքենայում են շատ լսում։ Հետաքրքիր է որ Հայաստանում ոդքասթ կուլտուրան YouTube-ից դուրս է եկել ու արդեն գնում է մենք վերջերս ունեցել ենք մի քանի էպիզոդ, որ Apple Podcast-ում կամ Spotify-ում ավելի շատ է լսվել, քան հենց բուն YouTube-ում դիտումներն են իրար։ Եվ իրականում podcast-ը ի սկզբանե հենց որպես աուդիո ֆորմատ է ստեղծվել եւ երևի դա ինչ որ առումով տրամաբանական է, էլի որ արմատներին են վերադառնում։
Դուք ունեք ձեր սիրելի հարցազրույցավարը։ Հա Ով է։ Հայաստանում Էական չէ, դուրս գալ նաև Հայաստանի Հայաստանի սահմաններից սահմաններից։ դուրս։ դե առաջի հերթին ես սիրում եի հին Յուրի Դուդին, իր բոլոր հին միջև վերջ ես մի 40 հաղորդում որ չեմ կարող նայեմ մեր հարցազրույցավարներից որ շատ եմ սիրում նո ոդկասթը Նարեկին եմ Ամիրխանյան շատ սիրում իմ հաղորդումը Նարեկը լավ գիտի իմ ընկերն է հաստատ ինձ դատից չի տա իր լույսերով ֆորմատով եւ ամեն ինչով ծերից ծեր պատկապյուրք իրանց եմ վերցրել նույնիսկ իրան է զանգված մեն նայ ոնց է սա որ հետեւի պատը մութ է ստացվում ինձ գտետի հասա իրանն եմ շատ սիրում որովհետեւ Նարեկը այնց հյուրեր անտրում ունեց հյուրերի հետ հարցազրույցներ ավարում, որ օրինակ Նարեկի վարած հարցազրույցներին, օրինակ կանչում է մարդ, ով որ աշխատում է գիտությունների ազգային ակադեմիայում, այդ մարդուն ճանաչում են իր ընտանիքն ու իր գոլեգաները։ Ու դու հասկանում ես մի պահ, որ քո քաղաքում ապրում է ինչ-որ ֆանտաստիկ անձնավորություն, որը օրինակ չգիտեմ, այսինչ մասնագետնով Նարեկը հավասարին հարցազրույց է վարում։ Բոլորը նրա ընկերներն են, էլի։ Ես բանն եմ, ինչ-որ իտալական մաֆիա ձևով։ Բայց մասնագիտությամբ բժիշկ եմ։ Կոզանոստրան։ Դավիթ, այսօր մենք հետաքրքիր ձևաչափով ենք նաև հարցեր ուղղում մեր հյուրերին ու ինձ թվում է սա նաև ձեզ կօգնի այն գաղափարի հարցում, թե ինչպես ինքներդ ձեզ հետ հարցազրույց անեք։ Հիմա խնդրում եմ մի պահ ուշադրություն պատ էկրանին։ Ազատ ժամանակ 3 բան որ ազատ ժամանակ անում եք, եթե ունեն եք այդ ազատ ժամանակը։ Խնդրեմ։ Ունենում եք այդ ազատ ժամանակը։ Շատ, բայց լավ հուշում տվեցիք, ես ոնց էլ այլ եմ։ 3 բան որ ես ազատ ժամանակ անում եմ։ Առաջինը աղջկաս հետ տանից փախնում ենք։ Ես ու աղջիկս իմ ամեն ազատ վայրկյանը նվիրված է Ալիսա Դավիդովնային։ Դա իր ազատ ժամանակն է։ Քանի տարեկան է Ալիսա Դավիդովնը։ հա։ Հետաքրքիր է։ Հետաքրքիր չի, պապան ոդկաստ ավարում վիրահատությանը, թե ինչ է հակա մայրիկին տազանգի, պապա արի տուն։ Ես դեռ մտքով արդեն գալիս եմ տուն։ Գնանք գազանանոց, գնանք իրար հետ խաղալու որևէ վայր, գնանք իրար հետ նկարենք, դուրս գանք քաղաքում զբոսնենք։ Իմ ամենալավ ժամանակ անցկացնելու վայրն է։ Երկրորդ բանը որ շատ եմ սիրում կարդալ, կարամ հպարտորեն ասեմ ունեմ շատ մեծ գրադարան ու սիրում եմ հենց ֆիքշն գրականություն, այսինքն գեղարվեստական գրականության մեծ իրարեմ ու ազատ ժամանակս ու ես թե նույնիսկ չունեմ ազատ ժամանակ, ինչ որ բա ես օրինակ պետքա երեխային մանկապարտեզից վերցնեմ, 15 րոպե պետքա սպասեմ, այդ ընթացքում գիրքը դրած է իմ մեքենայի բանի մեջ, վերցնում այդ ժամանակ շարունակում եմ ու երրորդ բանը որ ես ազատ ժամանակ սիրում եմ, դա ուղղակի որ պարկում ես դիվանին PlayStation-ի պուլտը վերցնում ես կոծեր։ Բա երկելը Դավիթ, մի րոպե, բա երկելը։ Երկելը չէ, երկել շատ ազատ ժամանակ մենակ դրա համար պետք չէ, դրա պետքա խմիչք, միջավայր, տրամադրություն, ու իսկ վերցնում ենք խաղային կոնսոլը, պարկում ենք դիվանին ու Bournemouth-ով կամ, չգիտեմ, West Ham-ով Չեմպիոնների լիգան ենք հաղթում այդ։ Հա։ Շատ անկեղծ պատասխաններ, հաջորդ հարցը։ Դե մարդիկ անչասում են, ես սիրում եմ թռնեմ ինքնաթիռով Վատիկան, բանը, չէ, նրանց պատասխան Սիմփսոններում շատ հետաքրքիր էպիզոդ կա, հոկեբանի է դիմում Գամերը, ասում է ոնց անենք, որ այս վիճակից դուրս գամ, ասում արի քո օրը քո հետ վերապրենք ու հաջորդ բան պարապլան են թռնում։ Ասում է քո ամեն օրը սենց ասում, ասում դե ուզում եի տպավորություն թողնել։ Հիմա այո։ Հաջորդ հարցը։ Ես գիտեմ որ հարցն է։ 3 գիրք, որ խորհուրդ կտան մեր դիտողները։ 3 գիրք որ խորհուրդ կտան։ Այնքան դժվար է գրքերը առանձնացնել, շատ դժվար հարց եք տալիս, բայց ես մի գրքերի Մենք չենք տալիս, դուք եք տալիս։ Ես եմ տալիս, հա։ 3 գիրք առանձնացնելը իմ համար դժվար է, որովհետև ես կարամ հարյուրավոր գրքեր առանձնել, որ ժանրը, ինչ տարիքային խմբի համար է, բայց ես առաջինն է, հենց հիմա գալիս է։ Գիրքա որ որոշել եմ որ ամենտեղ պետքա խորհուրդ տամ մեր դեռահասները կարդան, որովհետև այդ իմ դեռահասության ամենալավ հուշերն են, դա ու մանավանդ որ հիմա իր գլխավոր սագան, հա, թարգմանվել է հայերեն, դա Այզեք Ազիմովի Ակադեմիան է։ Ակադեմիան դա գրված է իմ կողմից եւ ամենասիրված գրողն է Այզեք Ազիմովը ու Ակադեմիան դա մի գիրք է որ յուրաքանչյուր 14, 15, 16 տարեկան պատանի ինքը պետքա մի անգամ ձեռը վերցնի որովհետեւ այն ինչ անում է Ազիմովը այդ գրքում մեր գիտության, ֆանտաստիկայի, քաղաքականության, տնտեսագիտության հետ այդ գիրքը տալիս է։ Երկրորդ գիրքը միշտ որ ես ասում եմ չի կարելի, այդ ասում եմ 3 գիրք որ խորհուրդ եմ տալիս նայեք, բայց ասում եմ Մաստերն ու Մարգարիտան ասել չի կարելի։ Կուզեի իրան ասեի, բայց Բուլգակովի Սաբաչե սերցն եմ ուզում առանձնացնեմ, որովհետև էլ հասկացաք ֆանտաստիկայի սիրահար եմ ես։ Հա, իսկապես։ Բժշկի, չէ, ինչ որ մոտիվ էլ կա ամեն դեպքում։ Ու շանսիրտը էլի ստեղծագործություններից է որ պետքա կարդալ
հասկանալ, զարգանալ ու այս վերջերս եմ ուղղակի կարդացել, այդ նորից վերակարդացել, այդպես վերընթերցել ու այդ գրքի տպավորության տակ եմ հիմա, դրա համար եմ խորհուրդ տալ, դա Մարիո Պյուզոյի կնքահայրն է, ուղղակի ինքնաթիռով թռնում ենք դեպի Լոնդոն ու Լոնդոնից հետ շատ երկար էր ու մենք կարդում կնքահայրն էինք կարդում այս այն գրքերից է որ կարելի է ասել շաբլոն արտահայտություն չէ գիրք կա որ ամեն տարիքում կարդում ես ամեն ձևով տարբեր ձևով ես կամ այս այդ գրքերից է որ լուրջ ամեն կարդում ես սկզբից երբ որ ես կարդում եմ եւ 20 տարեկանի հիանում եմ Վիտո Կորլեոնեն արդար դաժան իր թշնամիներին չներես հիմա կարդում ես ինչ օպուշմարտ բան կասես ամեն ինչի մեջ էլի ասենք բայց միևնույն է կարդում է եւ դուր է գալիս իսկ Դավիթ որն է հաջորդ հարցը լինելու չգիտեմ Դե տեսնենք Давай, սկսենք Liverpool-ից Beatles, թե Լոնդոնից Rolling Stones։ Միանշակ Liverpool-ից Beatles։ Հաջորդ հարցը։ Այլի կա։ Իսկ կա այդպես արտիստ, որ ասում ես այս արտիստը այդպես դու քոնը ես հիմա ասեմ, sense բան անենք, ինչ որ արտիստ, որ քո համար այդպես արտիստիզմի երաժշտություն դժվար գագաթնակետ է։ Իմ համար հենց իր ֆիլմում է ինքը ասում դու երգիչ ես, մա չէ ես արտիստ եմ, Ֆրեդի Մերկուրին է։ Հենց այս ֆիլմում այդ արտահայտությունն անում է, ինքը իմ համար թե որպես երաժիշտ, թե որպես ստեղծագործող, թե այդ երաժշտությունը մատուցող Ֆիլմն էլ է շատ լավ է։ Ֆիլմն էլ է շատ լավ է, ես համաձայն եմ նման է բոլոր բայոպիկներին աշխարհի, որ նկարվում է աշխարհի բոլոր բայոպիկները նման է, բոլոր բայոպիկներում անհաջող երաժիշտը դառնում է մեգա աստղ, ու բայց սա իրոք լավ ֆիլմ էր։ Ես այս նոտայի վրա կարամ մի հատ ֆիլմ խորհուրդ տամ, Կոեն եղբայրներն են նկարել, կոչվում է Լուի Դեվիսի ներսում, Внутри Լուին Դեվիսի ներսում, ինքը հենց բայոպիկա չստացված երաժիշտի մասին։ Դու սպասում ես ամեն պահի, որ ինքը պետք է հեսա քո պահը գալու է, բայց ոչ։ Ինքը բայց բախվեցինք այն իրականությանը, որ մեծամասամբ են բախվելու մարդիկ, որ չէ էլի։ Միշտ չի որ լինում է։ Վերջին հարցը դա։ Ես այն շատ հեշտ հարցեր են, շաուրմա եք շատ սիրում, թե քյաբա։ Ինչ 20 կիլո, նիհարել եմ ոչ այն։ Իրական բժշկի պատասխան։ 20 կիլոգրամ։ 20 կիլոգրամ արդեն նիհարել եմ։ Վերջի անգամ որ ես տաղավարում էի 20 կիլո ավելի մեծ էի։ Հաճախ եկեք մեր տաղավար։ Հաջորդի եւս մի 20 երևի։ Որ չճանաչենք։ Շատ շնորհակալ ենք Դավիթ, որ մեզ սկսեցիք օրը։ Այսօր բոլոր մեր հյուրերը իսկապես շատ անկեղծ էին պատասխանում հարցերին եւ մեր ֆորմատի բնույթում է, այո, սովորաբար լինում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Ձեզ շնորհակալություն հրավերի համար, մեծ սիրով եմ գալիս միշտ ձեր տաղավար, շատ մեծ սիրով։ Շնորհակալ ենք, դե մեր անկեղծ ոդկասթային զրույցները համար ենք ստացված եւ շարունակենք առավոտը սովորել։